Բացարձակապես որևէ հիմք պահել Անդրեասին, պնդել, որ ինքը կարող է ինչ-որ ձևով խոչընդոտի քննությանը, դա բացարձակապես անհիմն է, չեմ ասում, որ ընդհանրապես հարցերը եւ մեղադրանքները, որոնք որ բարձրացված են Անդրեասի նկատմամբ, դրանք անհիմն, ես կասեի, անբարոյական ամբողջությամբ իր էությամբ անբարոյականություն է դա, որտեղ մարդ, որը գերագույն նվիրումով հայրենիքին, անձնավորություն, որը միշտ շարժվել է օրենսդրության, սահմանադրության սկզբունքներով, անձնավորություն, որը մասնակցել է Ղարաբաղի սահմանադրության վերջերս հեղինակել է Ղարաբաղի սահմանադրության նախագիծը, չէր կարող այդպիսի անձնավորություն դիմել անսահմանադրական քայլերի։ Բայց ով է դա հարցնում, ում է դա հետաքրքրում, այսօր կա դեմք, որը կա անձնավորություն, որը իշխող կառավարության կողմից վտանգ է ներկայացնում իրենց համար եւ պետք է դրա համար պատասխանի եւ պետք է նստի բանտում եւ լռի, դա միակ ձևն է։ Անդրեաս Ղուկասյանը նաև հացադուլ էր հայտարարել, տևական ժամանակ հացադուլի մեջ էր, առողջական վիճակն այս պահին ինչպես է, չնայած դուրս է եկել հացադուլից, բայց այնուամենայնիվ հետք թողած կլինի հաշվի առնելով ժամանակահատվածը, հացադուլ։ Գիտեք, ժամանակահատվածը իհարկե շատ մեծ էր, 35, գրեթե 35 օր էր, բայց ես ենթադրում եմ, որ ի շնորհիվ իր ոգու, իր պինդ եւ նպատակադրված լինելու բնավորությանը մինիմալ հետևանքներով է դուրս գալիս հացադուլից, փաստացի դեռ շարունակվում է հացադուլը, ինչպես այնպիսին, եթե վերցնենք, որտեղ բժիշկները արգելել են նորմալ սնունդ, դա միայն հյութեր են, բնական հյութեր, շատ փոքր քանակությամբ եւ իհարկե շատ դժվար է այս 7 օրը, որ անցել է եւ եւս էլ մի այդքան ժամանակ պետք է, որ բժիշկները թույլատրեն իրեն մի քիչ ավելի լուրջ սնունդ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու եք։ Անպայման դիմելու ենք, բայց իհարկե ինձ համար եւ շատ զարմանալի է եւ շատ ցավալի է, որ եթե իշխող կուսակցությունը գտնում է, որ ընտանիքը չի կարող տեսակցել կամ ինձ արգելված է տեսակցությունը Անդրեասի, ես բացարձակապես չեմ հասկանում ինչպես կարելի է երեխային, անչափահաս երեխային զրկել այն իրավունքից, որ հորը տեսակցի, հոր հետ շփվի, դա շատ սխալ մոտեցում է, ես չեմ ուզում ավելի խիստ եւ կոպիտ ասել։